Նիկոլական էր ուրեմն նայեք ինչա կատարվում։ Խիքմեկ Կաջիևը որ կա Ալիևի օգնականը անվտանգության գծով, որ եկել էր Դիլիջան Գրիգորյանի հետ ասենց հաբար քայլեր գը մեր հողերի վրա, երկու առաջ հայտարարել որ Բաքուն ողջունում է Երևանի իրական Հայաստան հայեցակարգը։ Այդ ինչա նշանակում, գիտեք, այդտեղ շատ ինտելեկտ պետք չէ, էլի, որ ասենց հարց եմ տալիս ձեզի։ Այդտեղ մի քիչ եմ ասենց պրոստը մտածել պետք է իմանաք, որ կենանաք հասկանա։ Այդ նշանակում է, որ թշնամին ողջունում է ձեր ղեկավարի առաջ բերած այդ իրական Հայաստան կոչեցյալ հայեցակարգը, ծրագիրը եւ այլն։ Այդ նշանակում է, որ էդի բխում է թշնամու շահերից։ Դուք հասկանաք ինչ եք անում։ Հա? Հասկացաք իմի, թե էլի չհասկացաք։ Այդ նշանակում է, որ ձեր առաջնորդը առաջ է տանում թշնամու շահերը ու թշնամու կողմից դա ընդունվում է, ողջունվում է ու աջակցություն է ստանում։ Ու այդ իրական Հայաստանը, գիտեք вообще ինչ է նշանակում, այդ երկու բառ, այդ նշանակում է, որ այս սահմաններից դուրս Հայաստանի հիմիկվա թողած սահմաններից դուրս ոչ մի բան էլ այլևս մերը չի ու մենք պետք է ընդմիշտ մոռանանք ինչ որ ուժեղանալու մասին, մեր հողերը հետ բերելու մասին, Արցախի մասին, Արևմտյան Հայաստանի մասին, Նախիջևանի մասին։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Մեզ կտրում են մեր ինքնությունից, մեր երազանքներից, մեր նպատակներից։ Իսկ այն ազգը, ով չունի նպատակ ու երազանք, շուտով չի կարող գոյություն ունենա այս աշխարհի վրա։ Այդ դրան են մեզ դանում։ Խաղաղ յանիմ թե սենց ճանապարհներով, մոլորացնելով, հավատացնելով։ Թուրքը երբեք խաղաղություն չի ուզում մեր հետ։ Ու մենակ մի կողմով խաղաղություն ուզելը չի նշանակում խաղաղություն է լինելու։ Եթե մենակ Հայաստանն է ուզում խաղաղություն, այդ չի նշանակում խաղաղություն է լինելու։ Թուրքն ու Ադրբեջանը չի ուզում մեր այդ խաղաղություն։ Դուք ի՞նչ եք հասկանում, իրանք հենց հիմի զբաղված են մեզ մոլորցնելով, հավատացնելով, որ գնում ենք խաղաղության, որպեսզի մենք ամեն ինչը իրանց ներենք, օֆիցիալ թեման փակենք ու հետո իրենք արդեն մեզ դնեն ոչնչացնեն թազա տեխնոլոգիաների միջոցով ու ամեն ձևով։ Այսինքն թազա տեխնոլոգիա է պետք, չէ՞, նա Իսրայելը ոնց է ոչնչացնում Գազան, հենց այդ ձև կարան մեզ ոչնչացնեն։ Կամ սահմանները կբացեն, կլցվեն ստեղ ու вообще կթուրքանա կպրծնի։ Մենք 3 միլիոն հայով ոնց ենք դիմանալու 90 միլիոն թուրքի դեմ, ոչ մի կերպ։ Բիզնեսներ են բերելու տնեն, դուք էլ փող սիրող ժողովուրդ մեծամասնություն գնալու եք Թուրքի համար աշխատեք, դառնաք թուրք ու ասենց պրծնելու է մեր Հայաստանը։